Artnatsir Հայաստան Աստծո հոգին քեզ հետ է, բարի լույս բոլոր նրանց, ովքեր մասնակցում են այս հերարցակ մանը մեզ հետ, թող Աստված օրհնի ձեզ, ձեր ընտանիքը Հիսուսի անունով այսօր մայիսի 26-ին է եւ մենք սկսենք մեր օրը լավ Աստծուն աղոթելով։ Մենք հիմա աղոթենք եւ խնդրենք, որ Աստված առաջնորդի մեզ այս օրը։ Ես հավատում եմ, որ նա մեզ կլսի եւ կօրհնի։ Հավատում եք Փառք Աստծուն։ Եկեք աղոթենք սա աղոթքի պահն է, եկեք դիմենք մեր Տիրոջը։ Մեր Աստված եւ մեր Հայր Տեր Հիսուսի անունով մենք դիմում ենք քեզ այս աղոթքով։ Նոր օրը սկսվում է Տեր եւ մենք շատ շնորհակալ ենք։ Մեր Տեր, որովհետեւ մեր կյանքում տեսնում ենք քո օրհնությունները։ Մենք գիտենք, որ դու մեզ հետ ես, նույնիսկ երբ խնդիրների միջով ենք անցնում Եվ այդ պահերին մենք տեսնում ենք քո օգնությունը, քո սերը, շնորհակալություն քեզ։ Մենք խնդրում ենք օրհնիր այս օրը, մեր Տեր, առաջնորդիր մեզ մեր կյանքը այս օրը, որպեսզի ամեն ինչում կարողանանք կատարել քո կամքը։ Մենք խնդրում ենք պաշտպանիր մեզ, մեր ընտանիքը, մեր անկերներին, ամեն տեսակ չարից։ Մենք քեզ ենք հանձնում մեր կյանքը եւ հավատով մենք հռչակում ենք, որ այս օրը մեզ համար օրհնված կլինի։ Մեր Տեր, մենք աղոթում ենք մեր երկրի համար, խնդրում ենք օրհնիր Հայաստանը, մեր Տեր, թող մեր երկրում լինի քո պաշտպանությունը, ինչքան խնդիրներ մենք տեսնում ենք այս աշխարհում, պաշտպանիր Հայաստանը, մեր Տեր, թող լինի քո օրհնությունը եւ ամենակարևորը, թող լինի փրկություն մեր երկրում։ Մենք խնդրում ենք Հիսուսի անունով։ Սիրելի ընկերներ, աղոթեք ինձ հետ հիմա, Հայր մեր, որ երկնքում ես, քո անունը սուրբ լինի, քո թագավորությունը գա, քո կամքը լինի, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա։ Մեր ամենօրյա հացը տուր մեզ այսօր, ներիր մեզ մեր պարտքերը, ինչպես մենք էլ ներում ենք մեր պարտապաներին, եւ մեզ փորձության մի տանիր, հապաճառից մեզ ազատիր, որովհետև քոն է թագավորությունը, զորությունը եւ փառքը Հավիտյանս, ամեն։ Փառք Աստծուն, ամեն։ Ես հավատում եմ, սիրելի ընկերներ, որ Աստված լսեց մեր աղոթքը եւ արդեն օրհնում է մեզ, ամեն։ Փառք Աստծուն։ Ես հիմա փոխանցեմ ձեզ խոսք այսօրվա համար։ Աստծո խոսքում գրված է, երանելի է այն մարդը, որն անաստվածների խորդով չի ընթանում, մեղավորների ճանապարհում չի կանգնում, ոչ էլ հենգնողների աթորին նստում։ Սիրելի ընկերներ, երբ Աստվածաշունչում կարդում եք երանելի բառը, դա նշանակում է օրհնված եւ երջանիկ մարդ։ Ամեն։ Եվ Աստծո խոսքը իհարկե
սովորեցնում է մեզ, որ պետք է փորձեք մարդկանց բերել եկեղեցի, այսինքն մարդկանց մոտեցնել Աստծուն, բայց եթե ինչ որ ընկերություն կամ մարդիկ բացասաբար են ազդում սիրելի ընկերներ մեզ վրա, Աստվածաշունչը սովորեցնում է մեզ հերու մնալ այդպիսի մարդկանցից, որպեսզի չապականվենք, այսինքն չկորցնենք մեր հավատը եւ չսկսենք մտածել այնպես, ինչպես նրանք են մտածում։ Դուք հասկանում եք սա։ Իհարկե, մենք պետք է փորձենք օգնել ուրիշներին, բայց երբ սիրելի ընկերներ անընդհատ լսում ենք բացասական խոսքեր, դա ազդում է մեզ վրա, այո թե ոչ։ Ուրեմն, մտածեք դրա մասին, վերլուծեք ձեր ընկերությունները, թե ում հետ եք շփվում, ինչ է մտնում ձեր մեջ, ինչ է մտնում ձեր մեջ, ձեր սրտի մեջ եւ պահեք ձեր հավատը, որովհետեւ մեր փրկությունը կախված է մեր հավատից, այսինքն մենք պետք է հավատանք, այո թե ոչ, եւ նաեւ այն ամենը, ինչ Աստված անում է մեր կյանքում, կախված է մեր հավատից։ Սիրելի ընկերներ, մտածեք դրա մասին, սա Աստծո հոսքն է այսօր մեզ համար։ Փառք Աստծուն, ամեն օր մենք սկսում ենք լավ Աստծուն աղոթելով ժամը 6-ին, դուք կարող եք աղոթել մեզ հետ։ Եթե այս հոսքը ձեզ օգնեց, դրեք լայք ու հարգեք այս աղոթքը ձեր ընկերներին եւ գրեք մեկնաբանություններում այս արտահայտությունը, ես կպահեմ իմ սիրտը մաքուր եւ կապրեմ Աստծո հոսքի համաձայն, թող նրա հոսքը առաջնորդի ինձ դեպի փրկություն։ Ամեն։ Փառք Աստծուն։ Սիրելի ընկերներ, թող Աստված արտապես օրհնի ձեզ, ձեր ընտանիքը Հիսուսի անունով։ Ցտեսություն։ Փառք ենք մենք տալիս քեզ, գովերգում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ արքա, փառք ենք մենք տալիս քեզ, գովերգում ենք, բարձրացնում ենք մեր ձեռքերը, մեծարում ենք քեզ արքա, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս, ամբողջ այս աշխարհում, ինչ մեծ ես դու, հրաշքներ ես կատարում, չկա մեկը քեզ նման, Հիսուս,